Փարթինական օրացույցի համաձայն 2026 թվականը կլինի հրե ձիու տարին, մի կենդանու, որը գնահատում է ակտիվությունը, նպատակասլացությունը և ազնվությունը։ Ձիու բարեհաճությունն ապահովելու համար դուք պետք է իմաստուն կերպով նշեք նոր տարին, հաշվի առնելով ձեր կենդանակերպի նշանի անհատական որակները։ Աստղագուշակության մասնագետները խորհուրդներ են տալիս, թե ինչպես անցկացնել գիշերը դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ը, ապահովելու համար, որ հաջողությունն ու փողը ձեզ հետապնդեն ամբողջ տարվա ընթացքում։ Խոյ։ Խոյերը սիրում են շարժում և վառ զգացմունքներ, ուստի նրանք պետք է պլանավորեն զվարճալի և աղմկոտ նոր տարվա գիշեր։ Լավագույնն է տոնն անցկացնել ընկերների կամ ընտանիքի հետ, որպեսզի ուրախ էներգիան լիցքավորի ձեր մարտկոցները տարվա մնացած մասի համար։ Ֆինանսներ ներգրավելու համար հագեք կարմիր կամ ոսկեգույն, սեղանին դրեք խորհրդանշական մետաղադրամներ և երեկոն ավարտեք էներգետիկ երաժշտության ներքո պարով։ Ցուլ։ Ցուլի համար կարևոր է ստեղծել հարմարավետ և ներդաշնակ մթնոլորտ։ Ձին գնահատում է կայունությունն ու հարմարավետությունը, ուստի նոր տարին տանը նշելը ձեր սիրելի ուտեստների և մոմերի հետ իդեալական է։ Սեղանը կանաչ տարրերով, մասնավորապես բնական քարերով զարդարելը կբերի ֆինանսական հաջողություն, և լավ միտք է դրամապանակում փոքրիկ թղթադրամ դնել հաջողություն ունենալու համար։ Երկվորյակներ։ Երկվորյակներին անհրաժեշտ է սոցիալական շփում և մտավոր խթանում։ Լավագույնն է տոնն անցկացնել հասարակական հավաքույթի ժամանակ, կամ այն մարդկանց հետ, որոնց հետ կարող եք ուրախությամբ մտքեր փոխանակել և խաղեր խաղալ։ Հեշտ դրամական հոսք ապահովելու համար նախապես պատրաստեք գունագեղ թալիսման, կախաձար կամ ձիու անձանիկ և դրեք այն դրամապանակում։ Խեցգետին։ Խեցգետինները օջախի և տան պահապաններն են, ուստի ընտանիքի և սիրելիների հետ հարմարավետ նոր տարվա գիշերը կպարգևի ձիու բարեհաճությունը։ Բնական ուտեստներով և խորհրդանշական ոսկեզարդով կբերի ֆինանսական հաջողություն։ Կեսգիշերին օգտակար է բարձրաձայն արտահայտել ձեր ցանկությունները, ձեր խոսքերի էներգիան իրականացնելու համար։ Առյուծ։ Առյուծները սիրում են փայլ և շքեղություն։ Նրանք պետք է կազմակերպեն տոնակատարություն գեղեցիկ դեկորով, վառ հագուստով և տոնական շամպայնով։ Մանրամասներին ուշադրությունը նրանց գումար կբերի 2026 թվականին՝ ոսկե և կարմիր զարդեր, գեղեցիկ մոմեր և լավ դասավորված սեղան։ Հիմնականը հաճույքի և ուրախության վրա չխնայելն է։ Կույս։ Կույսերը գնահատում են կարգուկանոնն ու մաքրությունը։ Ձին գնահատում է կոկիկությունը, ուստի տոնից առաջ օգտակար է մաքրել տունը, ամեն ինչ դնել իր տեղում և գեղեցիկ սեղան գցել։ Ֆինանսական հաջողություն կհասնեն նրանք, ովքեր նախապես կազմում են տարվա նպատակների ցանկը և ուշադիր դասավորում են խորհրդանշական թալիսմանները։ Կշեռք։ Ներդաշնակությունն ու գեղեցկությունը կարևոր են կշեռքների համար։ Նրանց կհամապատասխանի ոճային նոր տարվա տոնակատարությունը, հաճելի երաժշտությամբ և համեղ ուտելիքով։ Ձիուն գրավելու համար օգտակար է օգտագործել կարմիրի և ոսկեգույնի տարրեր, ինչպես նաև բնական քարերով զարդեր։ Կեսգիշերին նոր դրամապանակի խորհրդանշական բացումը կբարձրացնի ֆինանսական էներգիան։ Կարիճ։ Կարիճները պետք է նոր տարին նշեն մտերի մթնոլորտում, բայց ուժեղ էներգիայով։ Կարմիր և ոսկեգույն աքսեսուարները, մոմերը և եթերային յուղերը կստեղծեն համապատասխան տրամադրություն։ Փողի համար կարևոր է գրավոր ցանկություն անել և այրել այն կեսգիշերին, որպեսզի ձին կարողանա տեսնել ձեր մտադրությունները։ Աղեղնավոր։ Աղեղնավորը սիրում է ճանապարհորդություններ և արկածներ, ուստի նոր տարվա գիշերը դրսում կամ ընկերների հետ անսովոր վայրում նրանց հաջողություն կբերի։ Ֆինանսներ ներգրավելու համար օգտակար է կարմիր հագուստ և աքսեսուարներ կրել և նախապես խորհրդանշական մետաղադրամ դնել բարձի տակ։ Այծ եղջյուր։ Այծ եղջյուրների համար ձին հաջողություն է բերում գործնականության միջոցով։ Լավագույնն է երեկոն անցկացնել հանգիստ, մտածելով տարվա ծրագրերի մասին, նպատակներ սահմանելով և ստեղծելով հարմարավետ մթնոլորտ։ Փողի համար կարևոր է տոնական սփռոցի կողքին դնել փոքրիկ թալիսման, օրինակ ձիու արձանիկ կամ ոսկե մետաղադրամ։ Ջրհոս։ Ջրհոսները սիրում են անսովոր և օրիգինալ լուծումներ։ Նրանք պետք է ընտրեն ոչ ավանդական տոնակատարության վայր, ստեղծագործական դեկորով երեկույթ կամ աշխարհի տարբեր ծայրերից ընկերների հետ առցանց երեկո։ Հագուստի վրա կարմիր աքսեսուարը և դրամապանակում խորհրդանշական մետաղադրամը գիշերը կբերի ֆինանսական հաջողություն։ Ձկներ։ Ձկները զգայուն և երազգոտ են։ Նրանց համար կարևոր է ստեղծել կախարդական մթնոլորտ, մոմեր, երաժշտություն և հանգիստ ուրախություններ։
Գումար գրավելու համար դրամապանակում դրեք թղթադրամ, իսկ տոնական սեղանին մի քանի ոսկի կամ մետաղադրամ։ Կեսգիշերին ձկները կարող են մտքում ցանկություն անել, պատկերացնելով իրենց նպատակները ամբողջ տարվա համար։ Աստղագուշակների խորհուրդներ։ Բոլոր նշանների համար գլխավորը նոր տարին դիմավորելն է ուրախությամբ, բաց սրտով և հստակ ցանկություններով։ Կրակետ գնահատում է նախաձեռնողականությունը, անկեղծությունը և ազնվությունը, ուստի այս գիշեր ցանկացած սուտ կամ գաղտնիք կարող է նվազեցնել հաջողության հնարավորությունները։ Կարմիր և ոսկե զարդերը, խորհրդանշական մետաղադրամները և թալիսմանները կբարձրացնեն ֆինանսական էներգիայի և բախտի հոսքը։ 2026 թվականին ձին առատաձեռնորեն կպարգևադրի նրանց, ովքեր իրեն դիմավորում են ճիշտ վերաբերմունքով։ Այս կրակե խորհրդանիշի էներգիան կօգնի ձեզ հասնել ձեր նպատակներին, գրավել գումար և տարին դարձնել պայծառ, հարուստ և հաջողակ։